Բարև ձեզ, այսօր Արա Պետրոսյանի հետ եկել ենք երկրորդ մասիվի այգի, Գայի Պողոտայի Մոլդովականի Արանքի այգին է ու փաստորեն այստեղ կան Սյունիքից ուխտասար վայրից տեղափոխված ժայռապատկերներ, որոնց մասին ես ավելի գիտեի, որ այստեղ տենց բան կա, բայց չգիտեի, որ ամեն մեկը յուրահատուկ քար է, բայց հիմա որպեսզի ես ոչ մասնագիտական չներկայացնեմ, խնդրենք Արան ներկայացնի այս ամեն ինչը։ Բարև ձեզ, այս քարերի կույտը, որ տեսնում եք, բազալտե քարերի 60-ականների երևի կեսերին Պավել Սաֆյանի կողմից Սյունյաց ուխտասար հայտնի վայրից տեղափոխվել է նոր կառուցվող, նոր զանգված, նաև վիշապաքարեր են տեղափոխվել, որոնք մի 150 մետր են կողմի վրա են։ Հիմա ամբողջ խնդիրը նրանն է, որ այս ժայռապատկերները անտեսանելի են, այսինքն sense քարերի կույտ է ու անցնողների երևի 99%-ը չի ընդհանրում ստեղ ինչա կատարվում, բայց մի քիչ որ բարձրանանք վերև կտեսնենք հրաշքով պահպանված դեռևս չջնջված ժայռապատկերներ։ Այս հատվածը որ նայեք, անձրևը օգնել է մեզ ավելի տենց հստակ պատկեր ստանալ։ Ենթադրաբար տենց ինչ-որ կարգի կամ սայլի մոդել է, այստեղ կարելի է ասենց անիվները տեսնել, այս ուղղանկյուն հատվածը դժվար է 100%-անոց ինչ-որ վերսիա ասել, բայց շատ նման է ինչ-որ քարոնիկ ինչ-որ Հաջորդը այս մասում է, չէ, այցը։ Այս հատվածում ավելի մի քիչ թեք է դրված ուղղակի, բայց այսը մի րոպե։ Ստեղ է, հեսա նայեք, ուրեմն սա եղջյուրներն է, տենց կիսակլոր, հավանաբար արու առանձնյակ է, որտեղ էքերը սենց ողջուն բաներ եղջյուրներ չունենում։ Այս դեմքի գլխի հատվածն է, ինքը թեքված է։ Հա, քարը պետք է սենց դնել, էլի, ուստեղ էլի շարունակություն կա, բայց պահպանվածությունը բան է, լավ չի։ Հիմա ու առնվազն մի 10 պատկեր, եթե ոչ ավել, քարերի տակ, այսինքն վերև որ սենց որ լցրել են, դիմային հատվածները, որի վրա սովորաբար անում էին ժայռապատկերներ, մնացել է սենց հայլուն մակերեսներին են հիմնական ժայռապատկերներ արել, չեչոտներին չեն արել, էլի։ Այս մակերեսները սառցադաշտերի շարժումներից ստեղծված մակերեսներ է, այսինքն որ ձուն եկել է սառույցադառել, հետո սկսել է հալվել միլիմետրերի գործ է, էլի, միլիմետրերով աչուձախ է գնում սառույցը քարի վրա ու հազարամյակների ընթացքում սենց փայլուն մակերեսներ է ձևավորում, հիմա որ սա սենց նայեք, որպես օրինակ, էլի, ու դրանց վրա են հենց ժայռապատկերներ արել, ասենք բազալտի քարի ոչ բոլոր կողմերից են արել, միայն ամենաերևացող դիմային վերևի հատվածներից ու ափսոս է իրականում սենց վիճակում թողնելը։ Մեր ցանկությունն ու նպատակն է, որ այս քարերը տեխնիկայի շնորհիվ սա մարդու ուժի գործ չի, սա տեխնիկա պետք է աշխատի, շատ զգուշությամբ պետք է ցանկանում ենք տեղադրել այս այգու բաց հատվածներում, ենթադրենք այս սառուղու ամբողջ երկայնքով դիմային հատվածները դեպի քայլողները համապատասխան ցուցանակներով, գիտական տեքստով եւ այլն, ոչ միայն տեղացիների համար դա հետաքրքիր կլինի, այլև զբոսաշրջիկների, որոնք գալիս են Հայաստան ու ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ բարձրանալ, ենթադրենք Եղամա լեռներ կամ Ուխտասար, որպեսզի ժայռապատկերները իրենց օրիգինալ տեղերում in situ այսպես ասած տեսնեն, նրանք կարող են գալ այս այգի եւ տեղում ծանոթանան մեր նախաքրիստոնեական մշակույթին առնվազն 3000-ը, եթե ոչ ավել։ Ինֆորմացիոն մասով, այո, կարող ենք դիմել Կարեն Թոխատյանին, ժայռապատկերաբան, վերջերս շատ կապիտալ հրատարակություն է լույս տեսել Հայաստանի ժայռապատկերները նրա հեղինակությամբ, նկատի ունեմ գիտական հատվածը տեքստերի, ցուցանակների, որ կարող է դրվի ժայռապատկերների մոտ, կարող ենք ապահովել նրա օգնությամբ եւ նրա շնորհիվ։ Ու նաև կարծեմ ժայռապատկերների ճիշտ դիրքով տեղադրման պահը, էլի, որ հա, ցավոք իրանք իրանց բնորանից այսպես ասած արդեն բերվել են քաղաք ու իրանք իրանց միջավայրում չեն, որովհետեւ ժայռապատկերները ծոյմակերևույթից 2500 եւ ավել մետր բարձրության վրա են գտնվում, այսինքն այս մենք հիմա մոտավորապես 1300-ի վրա ենք ու սա իրանց բնական միջավայրը չի, բայց կարելի է մոտեցնել նենց անել, որ քիչ թե շատ հիշեցնի իրանց բնական միջավայրը ու օրինակ ես պատկերացնում նաև ցուցանակը, որը ամեն մի ժայռապատկերի մոտ դրած լինի, այդ ցուցանակի վրա հնարավորինս այդ ժայռապատկերի լուսանկարը ստեղ ավելի պարզ դրած լինի, որ մարդը ուրվագիծը, որ մարդը նայ այստեղ ու փորձի քարի վրա գտնել, էլի այդ բանը։ Դպրոցականներին շատ հետաքրքիր կլինի օրինակ, որտեղ ամեն դպրոցական էքսկուրսիա չի, որ կարա հասնի
այս հիմա Ուխտասարը օրինակ համարյա անմաչելի վայրում է գտնվում, այնտեղ վերջի պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանը շատ մոտ է այդ կոնկրետ այդ հնավայրին ու սա մեզ թույլ կտա մեր ժողովրդին ներկայացնել մեր հնամենի մշակույթը ավելի պատկերավոր կերպով։ Փաստացի 60-ականներին մարդիկ կառուցել են այս քարերը 3000 մետր բարձրությունից Սարից Սյունիքից հասցնել այստեղ, մեզանից մնում է ուղակի վերցնել ու սիրուն վերաթեղադրել 10 մետր հեռու։ Մարդը քայլում է, աջ ու ձախ հատվածներում իրեն են նայում ժայռապատկերներ, ինքը նայում է, երեխաները նայում են եւ շատ ու իրանց տենց ինչ-որ հատուկ խնամք իրականում չի պահանջվում, պետք է ուղղակի հսկել, որ վանդալները նորորյա ինչ որ իրենց անունները ժայռապատկերներ Զարմանալի է որ չի վնասվել շատ այստեղ քարերը, էլի։ Այս այն որ ասում չկա չարիք առանց բարիքի, այս որ բերել սենց ինչ որ հավաքել են իրար գլխի շատ կոպիտ ձևով, այդ իհարկե չարիք է, բայց բարիքն է նա, որ դա թույլ է տվել որոշ չափով պահպանել, էլի, հա, պահպանել ու հիմա մենք հիմա որ sense պատտվենք 2-3 հատից ավել չենք տեսնի ենթադրաբար այդ դիմային հատվածները մնացել են տակը, էլի, այսինքն շատ կոպիտ կերպով վերել sense երևի չեն էլ իմացել որ ժայռապատկերներ կան, ուղղակի sense մեկը հրամայել է, բազալտիկ հարերա, բերեք sense մեծ սար սարքենք սիրուն, վերել են հավաքել են։ Հիմա իմ պատկերացումով այս տեսանյութը դիմում է առ Երևան քաղաքի մշակույթի վարչությանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը Քաղաքապետարանին ենթադրաբար Քաղաքապետարանի հետ ես կխոսամ եւս, բայց սա մի հատ դուք նայեք, հասկացեք որտեղ ինչ կա, այս ամենը արդեն գրավոր նորից ես անձամբ կդիմեմ այդ իմ նշած բոլոր մարմիններին, Թաղապետին անձամբ ես կտամ եւ կասեմ, որ այն ամենը ինչը տեսակ է տեսանյութում ու կհասկանանք ինչպես կարելի է առաջ շարժվել, որովհետեւ ենթադրաբար ոչ թե ենթադրաբար, այլ վստահ առանց մշակույթի նախարարության, առանց մշակույթի վարչության, այստեղ որևէ միջնորդություն անհնար է անել, դրա համար տենց համատեղ մի հատ կազմակերպել է պետք այս ամեն ինչը ու ինչպես նշեց նաև Արան Պետրոսյան, Պատմության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Թոխացյանին եւս կխնդրենք, ավելի ճիշտ Արան կասի, այդ մասնագիտական մասը, ինֆորմացիոն մասը վստահ ենք ինքը կապահովի ու կօգնի, որ այս գործընթացը շատ գրագետ ու շատ ճիշտ կազմակերպվի։